Ողջույն, այսօր կրկին իմ հյուրն է ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը։ Նախորդ հաղորդման ընթացքում մենք խոսեցինք բազմաբևեռ իշխանության անհրաժեշտության մասին, իսկ այս անգամ մեր քննարկման առանցքում կլինի Հայաստանի ընտրական համակարգը եւ դրա խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Ողջույն, պարոն Գիմիշյան։ Բարև ձեզ։ Առաջին հարցս ուղղեմ ձեզ։ Եթե ժողովուրդը տարիներով դժգոհ է իշխանություններից, ինչպես է ստացվում, որ նույն քաղաքական համակարգը անընդհատ վերարտադրվում է։ Ես ուզում եմ նախ մենք արձանագրենք, որ ինքնիշխանությունը այն կարևոր պայմանն է, որի դեպքում պետությունը կարողանում է ծառայել ժողովրդի շահերին համապատասխան, ծառայել ժողովրդին։ Դա ապահովելու համար նախ եւ առաջ մենք սկզբից ֆիքսեցինք նախորդ մեր զրույցների ժամանակ, որ անհրաժեշտ է հրաժարվել միանձնյա կառավարման համակարգից, անցնել բազմաբևեռ իշխանության։ Ինչու՞, որտեղ աշխարհի ուժային կենտրոնները ձգտում են երկրների շատ երկրներում հաստատել իրենց իշխանությունը, նշանակել իշխանության բերել են մարդկանց, որոնք կծառայեն իրենց շահերին։ Դրա համար բազմաբևեռ իշխանությունը որոշակի երաշխիք է ստեղծում համեմատ միաբևեռի։ Երկրորդ խնդիրը, որը մենք այդ ինքնիշխանության խնդիրը լուծելու համար մենք խոսեցինք, որ ժողովուրդը իրավունք ունենա տարին 100,000 ստորագրությունով նշանակի նոր ընտրություններ նախագահի եւ ազգային ժողովի։ Դրանք լինեն ընտրովի եւ այդպիսի մեխանիզմ տանք ժողովրդին, ոչ թե 5 տարին 5 րոպեով գալ տեղամաս իշխանություն ունենալ, բյուլետենը քվեարկել եւ գցել քվեաթերթիկը գցել տուփ եւ 5 տարի հայտնվել ստրկության մեջ, այլ անընդհատ լինի այդ իրավունքը ժողովրդի, ինքը կարողանա ամեն տարի ստորագրավակի միջոցով ակցկացնել արտահերթ ընտրություններ, որ եթե սխալվել է իր ծառայողի ընտրելիս կամ դրսից պարտադրվել է, դրսից, փողի ուժով, զենքի ուժով, տարբեր ուժեր կիրառելով նշանակել են իրենց համար հարմար մարդու։ Երրորդ խնդիրը, եթե մենք տալիս ենք ընտրելու իրավունք, անընդհատ ընտրություն անցկացնելու իրավունք, ժողովրդի իշխանությունը անընդհատությունն ենք ապահովում, հաջորդ խնդիրն է լավ տասնյակ ընտրություններ կանցկացնեք, եթե ընտրությունները հակեղծվելու են, ինչ իմաստ ունի, ոնց կարող ենք մենք ինքնիշխանություն հայտարարել, հաստատել։ Դրա համար շատ կարևոր է ընտրական համակարգը։ Տեսեք, այսօր աշխարհով մեկ գործում է փակ գաղտնի քվեարկության համակարգը։ Դա աշխարհի ուժային կենտրոնների կողմից մշակված եւ բոլոր ժողովուրդներին պարտադրված համակարգ։ Ինչու փակ գաղտնի։ Փակ գաղտնի դեպքում շատ հեշտ է կեղծիքների միջոցով, տեխնոլոգիաներ կիրառելու միջոցով նշանակել են մարդուն, որը կծառայի ուժային կենտրոնին, ոչ թե սեփական ժողովրդին։ Փակ գաղտնի ընտրությունները պետք է վերանայվեն։ Ես որպես մի օրինակ բերեմ, մեր նախապապերը, 2000-2500 տարի առաջ աշխարհաժողովներում բաց քվեարկությամբ էին ընտրում, թագավոր նշանակում եւ գործից անում։ Դրա համար առաջարկս հետեւյալն է փոփոխության։ Այնպես անել, որ ընտրությունները լինեն տեղամասում փակ, բայց արդյունքները հրապարակվեն։ Այսինքն յուրաքանչյուր մարդ եկավ, ստացավ բյուլետենի վրա համար կա եւ կտրոնի վրա, որը փոխվում է, նույնպես նույն համարը։ Մտա քվեարկեցի, վերջում հրապարակվում է ոչ միայն ընտրողների ցուցակը, ոչ միայն մասնակիցների ցուցակը, այլ նաեւ ով ում կողմ է քվեարկել, ում դեմ է քվեարկել։ Այսինքն այդ դեպքում մենք ունենում ենք, ինտերնետի հնարավորությունները տալիս են, որ ունենանք ամբողջ մասնակիցների եւ իրենց կողմ դեմ քվեարկության արդյունքները։ Այդ դեպքում լեգիտիմությունը, հստակությունը ընտրության կլինի 100%-անոց համարյա։ Իսկ չեք կարծում անհատների միջև դա կարող է շատ մեծ կոնֆլիկտներ առաջացնել։ Անհատների միջև կարող է, չկա ընդհանրապես համակարգ, որը անթերի է։ Իհարկե, այստեղ առաջինը ինչով են առարկում, ասում են, բա որ վախենակ ընտրողը, որ իր ձայնը պիտի հրապարակվի։ Այո, ես հենց կոնֆլիկտներ ասելով դա էլ նկատի ունեի։ Վախենում է, թող չգնա ընտրությունների։
Վախկոտներով մենք չպետք է ընտրենք իշխանություն։ Հանգիստ ինքը կարող է չմասնակցել։ Իհարկե ցանկալի է որ սա առաջինը։ Երկրորդը շատ կարևոր է։ Եթե ես շատ հաճախ է պատահում, որ ընտրողը քաղաքացին է, հայոյում է գործող իշխանությունը, բայց հետո գնում է ընտրակաշարքի կամ ինչ-ինչ ազդեցությունների ներքո քվեարկում է այդ նույն իշխանության կողմ։ Այո։ Կողքի հարևանը տեսնում է, չէ՞, բարեկամը տեսնում է, ասում է. «Սոս դու միշտ քննադատում ես այս իշխանությունը, այս ո՞նց է կողմ ես քվեարկել»։ Այսինքն հասարակական վերահսկողություն է։ Վերահսկողության համակարգ է ձևավորում, որ ես կամաչեմ իմ բարեկամից, իմ ընկերից, իմ հարազատներից, եթե իրենք տեսնեն, որ ես խոսքով ասում եմ մի բան, քվեարկությամբ ֆիքսել եմ այլ բան։ Սա եւս մեզ դաստիարակող, մեզ ճշտ դեպի ճշմարտություն տանող համակարգ։ Եվ ամենակարևորը, հետընտրական բախումներ չեն լինի, որովհետև հետընտրական բախումները ինչու են լինում, որովհետև ժողովուրդը կասկածում է ընտրությունների արդյունքների վրա, իսկ մեր երկրում 35 տարվա մեջ ես ձեզ վստահեցնում եմ, համարյա բացարձակ բոլոր իշխանությունները կեղծվել են։ Դրա համար էլ համարյա բոլոր ընտրություններից հետո բախումներ են եղել։ Մենք կխուսափենք այդ բախումներից։ Եվ անցել են երկրորդ փուլին շատ հաճախ։ Օրինակ, եղել է առաջի փուլով էլ ավարտվել։ Այսինքն ժողովուրդը երբ որ տեսնում է, հա, հստակ ինքը տեսնում է, որ այսքան տոկոս քվեարկել է այս մարդուն կողմ, ես նրան դեմ եմ եղել, բայց մեծամասնությունը կողմ է, այդ մարդը նաև իմ նախագահն է դառնում, այդ падգամավորը նաև իմ падգամ, անկախ նրանից որ ես դեմ եմ, սա առաջինը։ Երկրորդը վախենալու կարիք էլ չկա, որովհետև խելամիտ ընտրված մարդը, եթե իսկապես ընտրվել է, լեգիտիմություն ունի, ժողովրդի աջակցություն ունի, ինքը նրանց ովքեր իրեն դեմ են եղել, կսկսի նրանց շահերը պաշտպանելով իրենց էլ իրեն կողմնակից դարձնի, որովհետև նախ գիտի, որ մի տարվա ընթացքում կարող է այդ նույն ընտրողները, եթե հիասթափվեն իրենից, 100,000 ստորագրություն հավաքեն, նոր ընտրություն նշանակեն, սա այսպես ասած իրեն պարտադրում է լավ վերաբերվել ընտրողին։ Եվ մշտապես ոչ թե 5 տարին անցնի, 5 տարվա վերջի 2-3 ամիսը կենսաթոշակ բարձրացնի, հարցեր լուծի, փորձի սիրաշահել, բայց նախորդ 4 տարիների կամ 4.5 տարիների ընթացքում ինչ ասես ժողովրդի գլխին բերի։ Այսինքն սա միակ ես այս խնդիրը 2 տասնյակ տարիներից ավել իմ մեջ փորձել եմ հասկանալ, գնահատել, տեսնում եմ կան թերություններ, չեմ կարելի առարկել, բայց դրականը շատ ավելի շատ է եւ ամենակարևորը դա իշխանության լեգիտիմությունն է ապահովում եւ ամենակարևորը դա այն է, որ արտաքին ուժերին զսպում է, անիմաստ է դարձնում նրանց մեր երկրում իրենց ուզած մարդուն նշանակելով այս երկիրը իրենց շահերին ծառայեցնելը։ Իսկ ինչու է նախընտրական խոստումները միշտ անհետանում օրակարգից ընտրություններից հետո։ Տեսեք, այստեղ էլ մենք լուծում ենք առաջարկում հետևյալը։ Յուրաքանչյուր կուսակցություն, որը մասնակցում է ընտրությունների, իր ծրագրային հիմնադրույթները պաշտոնապես ներկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հիմնադրույթները, հա։ Եվ եթե ընտրվելուց հետո այդ կուսակցությունը սկսում է իր, հա, խոստումները ժողովրդին խաբել, կեղծ խոստումներ տվել, արձանագրվում են այդ կեղծիքները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական դատարանի որոշմամբ իրավունք ունենա այդ կուսակցությանը դուրս բերել ազգային ժողովից։ Սա կլինի զսպող մեխանիզմ կեղծ խոստումներ տալու եւ ժողովրդին խաբելու միջոցով գալ իշխանության։ Պրոբլեմ չեմ տեսնում, շատ հեշտ լուծվող խնդիր է։ Ինչու չենք անում, որովհետեւ դա ձեռնտու չի այն ուժերին, արտաքին եւ ներքին, որոնք ձգտում են կառավարելի իշխանություն ունենալ երկրի ներսում։ Իսկ ինչ քայլեր պիտի ձեռնարկել, որ Հայաստանում ընտրակեղծարարության հնարավորությունները հասցվեն նվազագույնի։ Տեսեք, Մարդը վերջապես գոնե վստահի ինքն իր քվեին։ Տեսեք, այսպես է։ Նախ հիմնականում ընտրակաշարք, հա, հասկացողություն գոյություն ունի, հա։ Բացի դրանից տեղամասում կեղծիքների մեխանիզմներ գոյություն ունեն, կարուսել կոչված է եւ այլն, լցոնումներ, հա։ Նախ պետք է սահմանադրորեն դա ճանաչել դա որպես իշխանության զավթման փորձ։ Եթե դու
ընտրակաշարք ես բաժանում, դու փողի ուժով ուզում ես իշխանություն զավթես։ Այո։ Կամ դու զենքի ուժով գնում ես, փորձում ես հեղափոխություն անես, դա պետք է ճանաչվի իշխանության զավթման փորձ եւ սահմանադրորեն պետք է վերականգնել մահապատիժը եւ դա լինի մահապատիժի ենթակա քայլ։ Այսինքն նա ով որ ընտրակաշարք է բաժանում, հա, նրան դիտարկել որպես իշխանության զավթման փորձ կատարող եւ մահապատժի ենթարկել, իսկ նա ով որ վերցրել է, հա, նրան պատիժ շատ խիստ եմ, բայց գիտեք, եթե մենք սա չվերացնենք ու դրա միջոցով փողի միջոցով մեր երկրում իշխանություններ ձևավորվեն, մեր ամբողջ ազգը դուժելու է ու շատ ավելի ծանր կորուստներ ունենալու, քան թե այդ 1-2 դեպքի պարագայում։ Մենք խղճալով մեկի իշխանության զավթման փորձը, հա, գնահատելով մեղմ, մենք մեծագույն վնաս ենք հասցնում պետությանը, ամբողջ ժողովրդին։ Շնորհակալ եմ պարոն Գիմիշյան, իսկ ձեզ սիրելի հետևորդներ հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ իմ հյուրն է ազգային ժողովի առաջին գումարման падգամավոր Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը։ Հաջորդ անգամ կքննարկենք դատական համակարգի անկախության թեման։ Կհանդիպենք մյուս եթերում։